Պարոն Տեր-Եսայան, երեկ Երևանի ավագանու հերթական նիստը վերածվեց սես կրթուկի, մանրամասնեք ինչպես սկսվեց կռիվը։ Եվ տեսնում ենք, դուք վնասվածքներ եք ստացել, ձեզ վնասվածքներ հասցրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներից, ով է հասցրել։ Շնորհակալություն։ Կռիվը սկսվեց նրանից հետո, երբ բարձր ամբիոնից սկսեցին սադրել, սկսեցին խախտել կանխավարկած անմեղության ու մեր կուսակցության մեր դաշինքի ղեկավարի հասցեին սկսեցին վայրահաչոցներ հնչեցնել իբրև պետական դավաճան, քանի որ բոլորս գիտենք, ես եւս մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվում ու բոլորս գիտենք, քանի դեռ դատական կարգով չի հաստատվել, դատաքննությունը չի ավարտվել, ոչ մեկ իրավունք չունեն զրպարտելու պարոն Անդրանիկ Թևանյանին եւ իրենք սկսեցին մեզ պիտակավորել իբրև պետական դավաճանի մենք աջակիցներ ենք, պետական դավաճանի կողմից ներկայացուցիչներ ենք, պետք է ձեններս կտրենք, վերընկնենք տեղներս, այսպիսի հնչեցրեցին այսպիսի խոսալը ձևով եւ մենք պատասխանեցինք իրենց, որ ձեր գործառույթը հիմա մեր հարցերին պատասխանելն է, կանգնեցինք, ասացինք հիմա 16 հոգի գրանցվել է ավականից, բացի Մայր Հայաստան կուսակցությունից այլ ավականներ գրանցվել են, որպեսզի իրենց հարցերը տային քաղաքի կոլապսի վերաբերյալ, կամ որ իրենք չեն կարողանում քաղաքը կառավարեն, քաղաքը փնթի է, կեղտոտ է, իրենց խոստումները նախընտրական չեն կատարել, 3 տարի անցել է, ինչ արել են 5 անգամ քիչ են արել, ինչ խոսք են տվել, մենք դա պետք է բարձրաձայնենք, ինչպես քաղաքակիրթ երկրներում։ Իսկ իրենք մտածված, որպես այդ 16 հարցերին չպատասխանեն, քաղաքապետը նիստերի դահլիճից գնաց, փոխքաղաքապետը նստեց եւ ինքը սկսեց սադրել կռիվ։ Եվ թե ովքեր են մեզ հարվածել, ծեծել, չգիտենք։ Տեսանյութերում լավ երևում է, կարող են հետաքննչական մարմինները ուսումնասիրել, ես մենակ գիտեմ, որ ես մոտեցա, քան որ իմ գործընկերոջը մեր ավականի Գրիգոր Իսկանդարյանին վերցրել էին ծուղակի մեջ եւ տեսնում եք տեսանյութի մեջ եւ խառը հարվածում էին, ես մոտեցա որպես իրեն փրկեմ այնտեղից, այսինքն այնտեղի հասարակական կարգի պահպանության աշխատողները, աշխատակիցները իրենց գործառույթը չէին կատարում, ես էի վերցրել ին վրա այդ գործառույթը որպես իրեն փրկեմ։ Իրենք պարտավոր էին ոստիկանները այնտեղի գային բարձրանային եւ իրեն մեկուսացնեին սրահից, թեկուզ եթե ինչ որ մի բան է կատարվել, կռիվ կա, վեճ կա, իրենք պարտավոր են գային հանեին սրահից, բայց իրենք եկել էին քաղաքացիական հագուստներով ոստիկանները ու հարվածում էին Գրիգոր Իսկանդարյան քաղաքացիական հագուստներով տեսանյութերի մեջ երևում է, այնտեղի ովքեր կան այդտեղ, քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանի աշխատակիցներ, չգիտեմ, ոստիկաններ, քաղաքացիական հագուստներով, այնտեղ կան նոր ինչ-որ հասարակական կարգի պահպանության աշխատակիցներ էին, տարբեր համազգեստով չէին տարբերվում, տարբեր վարչության պետեր էին, չգիտեմ, փոխարենը որպեսզի այդ ամեն ինչը հանդարտացնեն, մի բան էլ հրահրում են, մի բան էլ իրենք տեղի են տալի, կրակի վրա բենզին են լցնում, ես մոտեցել եմ, որպեսզի Գրիգորին այնտեղից մեկուսացնեմ, չթողեմ իրան ծեծեն, հնարավոր է ծեծելով սպանեն, կարող է կանչեն շտապօգնություն մի անգամից, դա չեն անում, մի բան էլ սկսում են հարվածել ինձ։ Մենք նստած ենք ավագահայերով 4 հոգով, ուղիղ մեր ուղղությամբ եկավ այդ շիշը։ Իրանք պարզ երևաց, որ առաջինը իրանք սկսեցին։ Շիշ նետելը դա իրանց կողմից ընդունված բան։ Շիշ նետելը, հիմա եթե իր ձեռը ինչ լինի նետի մեր վրա, դա սպանի, դա հանդարտության կոչ է։ Հանդարտության կոչի համար կա հասարակական կարգ, կարող էր օրինակ նկատողություն անեին 2 անգամ, մենք չլռեինք, տեղից գային մեզ հանեին, ինչպես Գևորգ Ստեփանյանին եկան, հանեցին, ասացին կարգ ես խախտում, հանեցին դուրս, բայց մեզ երկուսին թողեցին ու սկսեցին ծեծել, դա չի ոչ մի ձև արդարացվում իրենց կողմից։ Բացի այդ մենք տեսանք, որ այդ ընթացքում իրենց խոսույթի մեջ, մինչև ծեծկրտուկը հնչեց, որ ձեզ սարքելու ենք բոքսի տանձեր։ Շատ լավ դա, այո, Քրիստինե Վարդանյանը ասեց, այո, անունը մոռացել եմ։ Ասես ձեզ սարքելու ենք ազգային ժողովում բոքսի տանձեր, այսինքն իրենք սպառնում են,
ապագա ազգային ժողովի падգամավորներին, որտեղ նաև իմ գործընկերներն են, մեր խմբակցության անդամներ եւս ազգային ժողովի տեխնացու, որ իրենք սպառնում են, որ նայեք հանկարծ չգաք ազգային ժողով, եկաք ձեզ ու իրանք ցույց են տալի, թե ինչ ձև են սարքելու բոքսի տանձ ու դա մեր վրա ցույց տվեցին։ Իրանց ասած բոքսի տանձը դա, եթե մեկին կանգնացնում սկսում են բոքսել, բոքսի տանձ են սարքում, այո։ Իսկ Աբինյանի այս սպառնալիքը ինչպես բարձրացնեք, որ այսօր կաշիները Այո, դա եւս սպառնալիք է, դա այո, դենց իրանք ինչ եկել են 23 թվականից իշխանության, իրենք ժողովրդի կաշիները շատ լավ քերթում են, 3 անգամ գույքահարկը թանկացրել են, բոլորս գիտենք, մեքենայի ավտոկայանատեղիները, կարմիր կետագծերը թանկացրել են, չնայած նրան, որ Մայր Հայաստան խմբակցությունը մենք դիմեցինք դատարան վերաքննիչ դատարանով որոշվեց, որ թանկացում չլինի, բայց նորից ինձ թվում է կբողոքեն։ Այդ ամեն ինչի արդյունքում մենք պայքարում ենք, որպեսզի չլինի։ Արդեն հունիսի 1-ով ակցիզները թանկացրել են, սիգարետները 50-ից 100 դրամ, ավտոյուղերը 500 դրամ է թանկացել, ասենքն ժողովրդի կաշիները քերթում են իրենք։ Գույքահարկերը տեսակ, տների գույքահարկերը կենտրոնում 4 անգամ թանկացել է։ Հողի հարկն է թանկացել։ Աղբահանության, դե պարզ իրենք ժողովրդին ուղղել են, ժողովրդի հանդեպ անում են, աղբահանությունը թանկացրեցին, մեքենայի գույքահարկը, ամեն ինչ թանկացրել են։ Հիմա շուտով ապան են թանկացնում։ Այդ ամեն ինչը, որ իրանք ասում են կաշիները քերթում են, դա ժողովուրդը պետք է անցալի, որ դա բոլորին է վերաբերվում։ Ոչ միայն ընդդիմադիր գործիչներ, ընդդիմադիր գործիչները սենա քերթում են, էլի մեր Գևորգ Ստեփանյանի մեքենան այրեցին գիշերը, գործ հարուցվեց, բռնեցին իբրև ու չեն հանրայնացրել, չգիտենք ովքեր են, գործի քննությունը գաղտնի պահեցին, չիմացանք։ Իրանց ասած կաշիներ քերթելը մեր վրա, իրենք շատ լավ դա իրանց մոտ ստացվում է ու ոչ մի կողմից ոչ մարդու իրավունքների պաշտպանն է բարձրաձայնում դա, ոչ միջազգային հանրությունն է իրենց սիրած դա բարձրաձայնում։ Անդրանիկ Թևանյանին մեկուսացրեցին 100 արշավից 20 օր առաջ մեկուսացրեցին կեղծ սին մեղադրանքներով մտածված։ Ես կարող եմ նաև դա որակել, որ Զելենսկին եկավ Հայաստան եւ խնդրեց, քանի որ Անդրանիկ Թևանյանը գնացել էր Դոնբաս մեր ավակայինների հետ եւ հումանիտար օգնություն տարավ Դոնբասի հայ համայնքի դպրոցներին, գրքեր նվիրեց, բուժօգնություն, դեղորայքներ, քանի որ այնտեղ ճգնաժամային վիճակ էր ու Զելենսկի դուրը չէր եկել, պարզա պետքա գար հրամաններ տար գնար։ Այդ ամեն ինչը մենք շատ լավ տեսնում ենք ինչա կատարվում, նաև Գրիգոր Իսկանդարյանն էր գնացել Դոնբաս ու դա չի բացառվում եւս մեկ այդ միջազգային հանրության կողմից հրաման լիներ մեզ 3 ծեծելը։ Պարոն Եսայանը, երեք քննչական կոմիտեից ասում են, որ հաղորդում չունեն բարության նախագահում, բայց այսպես լուրջ հրապարակեցից ու պատրաստներ են հաստատություններ եւ բարի նախագահների։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ քրեական բարության նախագահները եթե հաղորդում ներկայացել։ Գիտեք, ես որ գնացի շատ վատ է ես զգում, ասեմ ձեզ, ես գլխապտույտ ունեի, սրտ խառնոց ունեի հարվածներից։ Գնացի Էրեբունի բժշկական կենտրոն, որպեսզի նկարվեմ, կատե անեն, ռենտգեն անեն, իմանամ ինչն է խնդիրը, մտածեցի հնարավոր է ուղեղի արյան զեղում, նման բաներ։ Ու այդ ժամանակ իրանք ընթացակարգով կանչեցին ոստիկանություն։ Ես հայտարարություն չեմ տվել, չեմ զանգել, ոստիկանությունը եկավ ու հարցրեց ինչ ա եղել, պետքա ճիշտն ասես, այնտեղ ստորագրել տվեցին, որ սխալի դեպքում ենթարկում են պատասխան, ես գիտեմ օրենքի մարդ եմ։ Ես ճիշտ ասեցի, որ տեսանյութում կա 20-40 հոգով, որ դե տեսանյութում պարզ երևում է, հասել են մեր վրա երկու ավակայինների վրա, ծեծի են ենթարկել։ Դե դրա հիման վրա իրենք չնայած պարտավոր էին առանց այդ իմ գրության էլ պարտավոր էին իրենք հարուցեն քրեական գործ, իրենք պարտավոր էին շտապօգնություն կանչել այդ ժամանակ, քան որ տեսան արյան հետքեր կա, կապտուկներ կա, հնարավոր է ես այդտեղ մահանում եմ, մի հատ առաջի բուժօգնություն չլիներ, շտապօգնություն չէին կանչել։ Ծածկա դմփիկ են անում ու մտածված հենց նիստերի դահլիճից իրենք ծեծելով հանեցին, որ հանեն դուրսը ծեծեն, հետո տեսան դուրսը Փառք Աստծո մեկ այլ մեդիա, շնորհակալություն իրանց, մեդիա ընկերության տեսախցիկ կար, ինքը ֆիքսեց, որ ամեն ինչը որպեսզի իրենք նկարում էր, որպեսզի իրենք մի քիչ էլ հանդարտ լինեն, այդքան ագրեսիա չցուցաբերեն, բայց պարզ երևում է, թե ինչպես են ուժ գործադրում անպաշտպան մարդկանց վրա։
Հայտնել եմ այն, ասեմ տեսանյութը նայեք, տեսանյութի մեջ երևում է, որ 20-40 հոգով 2 հոգու ծեծում են։ Ո՞նց է եսայան, այնքան են կարվում են, որ մեկը մյուսին են, հա, արդյոք։ Այո, գիտեք ինչու, ես կապույտ վերնաշապիկով էի երկար թև, իրենց աշխատակիցն էլ էր կապույտ վերնաշապիկով, այսինքն իրենց աշխատակիցը հետաքրքրությունից ելնելով կամ ագրեսիա ցուցաբերելով եկել մտել էր դարիճ, որը գուցե ենթադրաբար մի հարվածել ինքը մեզ հասցներ, բայց իրեն դրել էին իմ տեղը, տրանսպորտի վարչության պետը չէր, երևում է այնտեղ քաղաքապետը գոռում Արսեն Մակվեցյանն էր, սպորտի վարչության պետն էր, սպորտի վարչության պետը կոկորտից բռնեց իրենց աշխատակցի ու տոնց քցած գետնին։ Իր աշխատակցին է։ Կամ իր աշխատակցին, կամ մեկ այլ վարչության աշխատակցի գցեց տապալեց գետնին բռնի ուժով, տեսան երևում է տեսանյութի մեջ, փոխարենը ես պետք է լինեի, բայց ինձ մեկ այլ վայրում էին ծեծում, հետաքրքիրը դա է, որ այնքան էր քաոս իրենց մոտ են ոհմակով շակալների, բորինիների հարձակվել էին մեր երկուսի վրա, այլ արդեն իրանք ուշք ու միտքը մեզ ծեծելն էր։ Ո՞նց է եսեն, բայց ձեր աչքն խալվածից է եղել։ Չեմ կարող ասել, չեմ նկատ, ես զգացել եմ, որ տարբեր հարվածն է։ Չգիտեմ։ Բռնունցքների հարվածները դա համար քիթս էլ է վնասվել, ցավում է, որ կպնում եմ, ստա ամբողջը գլուխման սա ցավում։ Այդ հարվածներից ես մենակ զգում եմ, որ պաշտպանվում էի։ Ես չէի կարող 20-40 հոգու հետ ինչ-որ հայես իրանց հարվածը, ես պահել էի, որ լուրջ բան չստանայի, էլի։ Մի քանի հոգով մեկի բան։ 20-ից 40 հոգով, այո, երևում է տեսանյութի մեջ։ Իսկ ուղղակի մի կապակ դեպքերից Ես կատեն նկարել եմ, վաղը պատասխանը կտան գրավոր, չգիտեմ, դա սրտխառնություն եմ, ասում են կարա ինչ ուղեղի ցնցում բան, չգիտեմ, էլի տեսնենք։ Ո՞նց է եսեն, այսինքն քննական կոմիտեն կարող է հեշտ հանդիպ, տեսանյութերով, հա, տեսանյութերով, բարձր ովքեր են Այո, հնարավոր է, կարող են, քան որ պարզ երևում է, շնորհիվ տեսախցիկների, այո, եթե չջնջեն իրանց մոտի, չնայած արդեն հանրայնացվել է համացանցում կա իմ տելեգրամյան ալիքում կա Սարգիս Տեր-Եսայան, բոլոր նյութերը կա, կարող են մտնել նայել, պարզ երևում է։ Բայց երևույթը պետքա վերացվի, ես առիթից ելնելով ուզում եմ հորդորեմ, որ նոր ավականու ընտրություններ լինի, քանի որ իրանք կոլապս են, չեն կարում կառավարեն, չեն կարում նորմալ նիստ վարեն։ Իրանք նիստը վերածում են քաղաքական ծեծկրտուկի բամբասանքի ոչ հիմնավոր։ Գիտեք ինչի համար, քանի որ իրանք չունեն հիմնավոր պատասխաններ ընդդիմադիր գործիչներին։ Իրանց համար դա անսովոր է, որ Մայր Հայաստան մի հատ խմբակցություն կարող էր գալ, որը իրանց համար գրպանային չլիներ, իրանք սովոր էին երևի գրպանային ընդդիմության հետ աշխատելու, կամ իրենք են հնարավոր է եղել գրպանային ընդդիմություն, իրանց համար անսովոր էր, որ կարային անկախ իմ նման մարդիկ գային ու իրականում բարձրաձայնեն խնդիրները, որ ամբողջ Էրեբունի համայնքը կոյուղա ջրերի մեջ կորած է, կոյուղա գծերը չի աշխատում, տանիքները վերանորոգված չի, 3 ամիս է ավականու անդամ եմ, կանչերով գնում եմ ամբողջ Էրեբունին կոլապսի մեջ է, անմխիթար վիճակի մեջ է, ու ես դա որ բարձրաձայնում եմ, իրանք վատ են զգում, արդեն չեն ուզում էլի խոսամ, հենց ուզում են գրանցվենք, որ խոսանք, իրանք միանգամից վերածում են քաղաքական ծեծկրտուկի բամբասանքների, որ տապալվի նիստը, չխոսանք, չբարձրաձայնենք, չտարածվի դա խնդիրը։ Միջադեպից ես այդ ասել են, անակ քաղաքապետը, փոխքաղաքապետ, հետաքրքրվել են ձեր որպես կամ Ոչ մեկ չի զանգել, ոչ մեկ չի կապնվել, շնորհակալություն մեդիա դաշտի բոլոր ընդդիմադիր, նշեմ, որ ընդդիմադիր մեդիաներն են իմ հետ կապնվել, իշխանականները ընդհանրապես չեն կապնվել, մարդու իրավունքների պաշտպանը նույնպես չի կապնվել, հայտարարություն տարածեց վերացական, իբրև դատապարտում են ավականու նիստի կատարվածը, բայց դա իրանց կողմից շատ տգեղ արարք էր, որ իրենք անհատապես չեն ասում, որ մարդկանց ավականին միջազգային կոնվենցիաներով ավականին նույնպես ունի անձեռնամխելիություն, ինչպես падգամավորը ու ավականուն մանդատից զրկել է ինչպես մեր ավականի նախկին Սոնա Աղեկյանին զրկեցին մեր խմբակցության անցյալ տարի փետրվարին
իրանք իրավունք չունեն, իրանք ապօրինի քայլեր են անում, ու ես համոզված եմ, որ հաջորդ նիստին կամ արտահերթ նիստ են բերելու, ինձ էլ զրկեն ավականուց, կամ որ չնայած ես 3 ամիս ակտիվ գնացել եմ, մասնակցել եմ, բարձրաձայնել եմ, բայց ինձ էլ են զրկելու, թեկուզ մեր Գրիգորին էլ, մեր Գևորգին էլ, ովքեր ակտիվ են, բոլորից զրկելու են ավականուց։ Իրենք բերում են կեղծ նյութեր իրենց համակարգչից իբրև չենք մասնակցել կամ չենք Սոնա Աղիկյանի տարբերակը այդպես եղավ, որ ինքը մեկ անգամ ընդամենը բոյկոտեց հավաքանու նիստը չմասնակցեց հավաքանու նիստին, որտեղ ընդունվում էր քաղաքապետին նշանակելու քվորում պետք է արվեր, ու մենք բոյկոտեցինք, մենք եւ Հայկ Մարությանի խմբակցությունը բոյկոտեց չմասնակցեցինք, բայց հանրային ձայնը մասնակցեց քվորում ապահովեց, եւ այդ առիթից օգտվելով ուզում եմ որ գնա եթեր, ասեմ որ ԿՊԱ-ականներին էլ այդ հանրապետություն կուսակցությանն էլ իրանց ղեկավարով, որ դուք ընդամենը հանրային ձայնի նախկին ղեկավար, ձեզ ամենավերջի հայհոյանքներ տվող Վարդան Ղուկասյան դոգի քֆուրով ավականու անդամ դարձածների շնորհիվ քաղաքային իշխանության եկածներ եք։ Ամոթ էլ չեք անում դուք այդքանից հետո մի հատ էլ մեզ, որ մենք մաքուր ժողովուրդը մեզ արդար մեզ տվել է քվեներ, քաղաքական քվեների արդյունքում մենք եկել ենք ավականի ենք տարել, մեզ եք ամոթանք տալիս ու ոչ հիմնավորված մեզ ուզում եք նվաստացնեք։ Դուք արդեն իսկ նվաստացված եք հանրային ձայնի դոգի կողմից։ Մեզ մեկուսացրել էին, բայց իրանք իրանց համար գնացին, սկսեցին կաշին կքերթեն, կես կանենք, են կանենք, սկսեցին նման հայտարարություններ, ու բոլորիս էլ հայտնի է, որ իրանք հետ ընտրական այս գործընթացում, այս փուլում հարձակումներ են սկսել, թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ, որ Մայր Հայաստանի Գագիկ Ծառուկյանի հետ էր համատեղ մասնակցում, իդեպ դա իրանք նորից շահարկում էին քաղաքապետարանի հետ ավականու նիստում, որ ինչու դուք միացաք Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ այսինքն արա ձեր գործով զբաղվեք, քաղաքական ազգային ժողովի պարլամենտ չի սա, դուք ձեր գործով զբաղվեք, ձեր քաղաքային հենա կեղտի մեջ կորացան, այք ամբողջ քաղաքը կեղտի մեջ կորում, կանաչապատումը նորմալ չեք անում, աղբահանությունը նորմալ չեք անում, կխնդրեմ ֆիքսեք, կեղտի մեջ կորացա, զբոսաշրջիկները ինչ կասեն, ինչ կնան, առավոտյան չեն գալի, չեն ավլում, հիմա դուք ձեր կանաչապատման հողակի վարչության նկատողությունը նայեք, անգամ այս նստարաններն է կոտրված, նայեք, ամբողջը վնասված է, քաղաքը կոլապսի է ենթարկված, դուք դրել եք ազգային ժողովի պարլամենտի ընտրություններից եք խոսում, մեզ էլ մթոն վատաբանում են, որ դուք ինչի միացաք կամ դա ձեր ինչ գործ ինչի միացանք, то լավ արեցինք, միացանք, ձեր դեմ էինք միանում, որ ժողովրդին ճիշտ բացատրենք, 100 արշավը քաղաքակիրթ տանենք ու քաղաքակիրթ տարանք, իսկ դուք մեր ձայները գողացաք։ 3 ընտրատեղամասերում ԲՀԿ-ի փաստացի իրանք չեղյալ արեցին, անունը դրեցին, որ զինվորներ են եկել ընտրել, то զինվորներին իրանք շուտ բերեին, զինվորների ղեկավարներն էլ են իրանք, ռազմաքաղաքական իշխանությունն են իրանք, то մինչև ժամը 8-ը բերեին, ասում են զինվորները 8-ից հետո են եկել, բայց դա ընտրատեղամասում Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանի ու Մայր Հայաստանի ձայները 131 է եղել, այսինքն Նուբարաշենում 10-51 ընտրատեղամասում, իրանք մտածված այդ 131 ձայնով Բարգավաճը անցնում էր արդեն ազգային ժողով, հասկանում եք իրանք ինչ արեցին, մի հատ էլ մեզ են փորձում նվաստացնել, իբրև մենք ձայներ ենք կեղծել կամ ձայներ ենք ծախել կամ ինչ-որ տենց բաներ, ոչ հիմնավորված մեղադրանքներ էր հնչում մեր հասցեին։